Մոսկվայից հերթական ահազանգն է հնչել հայ-ռուսական հարաբերությունների հնարավոր անդառնալի փոփոխությունների վերաբերյալ։ 10-ին տված հարցազրույցում Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների հետ շփումները համակարգող դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը հայտարարել է, Հայաստանը չի կարող միաժամանակ երկու աթոռի վրա նստել։ Կալուգինի խոսքով երկու երկրների քաղաքացիները պետք է իմանան, Երևանի բռնած եվրոպական ուղին ինչ-որ պահի կարող է հանգեցնել ռուս-հայկական գործակցության համակարգային վերափոխման, այն էլ հանուն Բրյուսելի հետաքրքրությունների։ Կան բավականին շատ պատասխանատուներ, որոնք հիմա իրենք կամ իրենց ղեկավարած գերատեսչությունները ամենակոշտ հայտարարություններով են հանդես գալիս եւ ըստ էության փորձում են հայ ընտրողին բացատրել, թե ինչ կարող է լինել, եթե այս ամեն ինչը շարունակվի, այսինքն այդ խաղը ավարտվել է։ Հակոբյանը նկատում է, որ ռուս որոշ պաշտոնյաներ Ալեքսեյ Օվերչուկը, Սերգեյ Լավրովը, Միխայիլ Կալուգինը, որոնք պատասխանատու են հայ-ռուսական հարաբերությունների որակի համար, հիմա ամենասուր արձանագրումներն են անում ստեղծված իրավիճակի մասին, փորձելով սթափեցնել հայ ժողովրդին։ Պուտինը հիմա, եւ ոչ միայն Պուտինը, այլ նաեւ Ռուսաստանի բարձրաստիճան ղեկավարությունը, իրենք ավելի շատ եւ առաջին հերթին Պուտինը շփվում է հայ ժողովրդի հետ։ Քաղտեխնոլոգը վստահեցնում է, Մոսկվան Երևանի հետ հարաբերությունները պարզել է, հիմա ուզում է հասկանալ, ինչ է մտածում Հայաստանի քաղաքացին, այդ պատճառով Պուտինն առաջարկում է հանրաքվե անցկացնել։ Հակոբյանը վստահ է, այս դեպքում Դաշնության նախագահի ասած հանրաքվեն հենց հունիսի 7-ի ընտրություններն են, որի արդյունքներով կպարզվի, Ռուսաստանի հետ ապահարզան ուզում է հայ ժողովուրդը։ Հունիսի 7-ը այս տարվա ընտրությունները, դա հենց այն ռեֆերենդումն է, որը Ռուսաստանի համար կլինի այն արդյունքը, որը ինքը ուզում է ստանալ, այսինքն եթե վերընտրվի Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանը Հայաստանի քաղաքացիներից ազդակ կստանա, որ Հայաստան-Ռուսաստան ապահարզանի ժամանակը եկել է։ Դա Ռուսաստանի համար կլինի պատասխան, թե ինչ է իրենից ներկայացնելու Հայաստանը եւ ինչպես է պետք վարվել փափուկ ապահարզանով, թե առանց փափուկ ապահարզանի Հայաստանի հետ, արդեն հայ ժողովրդի հետ։ Մягкого развода։ Փափուկ ապահարզանի մասին խոսել էր Ռուսաստանի առաջնորդը, խոստանալով, եթե հայ ժողովուրդը որոշի եվրաինտեգրվել, փափուկ ապահարզանով կբաժանվեն Հայաստանից։ Ռուսաստանը եւ փափուկ ուժը դա անհամատեղելի են ընդհանրապես, որովհետև դա իրենց հաղթաթուղթը չէ ընդհանրապես։ Было о чем поговорить։ Փափուկ ուժ ասելով Ռուսաստանի նախագահը սովորաբար նկատի է ունենում զինված ուժերը, նկատում է քաղտեխնոլոգը։ Ռուսաստանում այն կարծիքին են, որ իրենց փափուկ ուժը դա իրենց, այսպես ասենք, զինված ուժերն են։ Այս առումով, երբ ինքը ասում է փափուկ ապահարզան, ես օրինակ կարծում եմ, որ այստեղ լուրջ մտածելու տեղ կա եւ լուրջ ընտրության հարց է դրվում։ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին խոսելիս Պուտինը համեմատություն էր արել Ուկրաինայի հետ, նշել էր, որ Ուկրաինայում հակամարտությունը սկսվեց հենց Եվրոպական միության հետ բռնի մերձեցման փորձերից։ Լիլիթ Սարգսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։